Հոկտեմբերի 10-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարզահամերգային համալիրում ներկայացրել է Սիմֆոնիկ Հոլիվուդ Ուիլյամս համերգային ծրագիրը։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչել են լեգենդար կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի ստեղծագործությունները։ Մինչև համերգի մեկնարկը հանդիսատեսը ջեմասրահում հանդիպել է սիրված կինոհերոսներին և լուսանկարվել նրանց հետ։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է կոմպոզիտոր, հեռուստատեսային և ռադիոերաժշտական նախագծերի հեղինակ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Նաիրա Դիվանյանի 60-ամյակին նվիրված ստեղծագործական երեկոն։ Համերգի ընթացքում հնչել են կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Երեկոյին մասնակցել են Երևանի պետական կամերային երգչախումբը, Կարեն Գրիգորյան, Միխայիլ Ֆոմինիխ, Գևորգ Հարությունյան ջազ տրիոն, Առնո Բաբաջանյան քոլեջի երգչախումբը, Մամիկոն Անդրեասյանի ղեկավարությամբ, Դանիելյան ֆոլք բենդը և մենակատարներ։ Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահարուհի Վիլդե Ֆրանգին, հնչել է Բելա Բարտոկի ջութակի թիվ 2 կոնցերտը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Կատարվել է նաև Ռիմսկի-Կորսակովի Շեհերազադե սիմֆոնիկ սյուիտը։ Հնագույն երաժշտության տաղարան համույթը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացրել է հոբելյանական խորագրով համերգ նվիրված համույթի ֆլեյտահարուհի Մարիամ Մայիլյանի ստեղծագործական գործունեության 20-ամյակին։ Համերգի ընթացքում հնչել են հայկական և համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներ, որպես մենակատար հանդես է եկել ֆլեյտահարուհի Մարիամ Մայիլյանը։ Կոմիտասի Թանգարան ինստիտուտում Հովեր պետական կամերային երգչախմբի համերգով եզրափակվել է Կոմիտաս միջազգային գիտաժողով փառատոնը։ Համերգային ծրագրում հնչել են Կոմիտաս վարդապետի Սուրբ Պատարագից հատվածներ, ժողովրդական երգեր և պարերգեր, ներկայացնելով նրա բազմաշերտ երաժշտական ժառանգությունը։ Կապանի արվեստի պետական քոլեջում Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 14-ին կայացել է երգեհոնային երաժշտության համերգ։ Ելույթ են ունեցել կամերային երաժշտության ազգային կենտրոնի երգեհոնահարները։ Կատարվել են Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Բախի, Բուքստեհուդեի և այլ հեղինակների ստեղծագործություններ։ Ամեն ծառը մի նոտա է մեր սիմֆոնիայում, գնեք համերգի տոմս և տնկեք ծառ սիմֆոնիկ անտառում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հոկտեմբերի 23-ին հրավիրում է յուրօրինակ համերգային երեկոյի, որով կմեկնարկի Սիմֆոնիկ անտառ նախագիծը։ Այս նախագծի շրջանակում Հայաստանում կտնկվի Սիմֆոնիկ անտառ, նշանավորելով սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակը։ Ծրագրում կհնչեն Էդվարդ Գրիգի, Էդվարդ Էլգարի, Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից։ Որպես մենակատար հանդես կգա թավջութակահարուհի Ռաֆաելլա Գրոմեսը։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։ Անտառատնկման գործընթացն իրականացնելու է «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը։ Հռչակավոր իտալացի երգիչ Վիտորիո Գրիգոլոն ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Նա ելույթներ է ունենում աշխարհի հեղինակավոր համերգասրահներում, բազմամարդ մարզադաշտերում ու բացօթյա ամֆիթատրոններում։ Վիտորիո Գրիգոլոն համագործակցել է երաժշտական լեգենդների հետ։ Հանդիսատեսը կունկնդրի դասական և ժամանակակից սիրված ստեղծագործություններ։ Երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 21-ին ժամը 19-ին Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում։ Հոկտեմբերի 24-ին ժամը 19:30-ին Մայր թատրոնի փոքր բեմում կներկայացվի «Գողերի որջը» կատակերգությունը ըստ Ալդո Նիկոլայի գլխավոր փորձ պիեսի։ Բեմադրել է Դավիթ Հարությունյանը։ Ներկայացումը նվիրված է Հայաստանի վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանի 75-ամյակին։ Իտալացի դրամատուրգի գործը տարիներ առաջ նա է թարգմանել։
Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 25-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայանա լատվիացի ջութակահարուհի Բայբա Սկրիդենի հետ։ Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Միրզոյանի, Բրիտենի, Մոցարտի ստեղծագործություններից։ Որպես դիրիժոր հանդես կգա նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Հայաստանի ակունք ազգագրական պետական համույթը հանդես կգա «Ակունքի հոպոն» համերգով։ Երեկոն նվիրվում է հայ երգարվեստի երախտավոր համույթի հիմնադիր կազմի անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ Սարգիս Բաղդասարյանին, Հոպոյին։ Սարգիս Բաղդասարյանը համերգի ընթացքում կներկայանա համույթի այցեքարտը դարձած եւ սիրված երգերի կատարումներով։ Համերգը կկայանա հոկտեմբերի 26-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում։